Ռաֆայել Մինասյանը։ Դելգադո, իսկ սա իհարկե պետք է առավելագույնը քաղել այս դրվագից, Մինասյան և գնդակը դարպասում է, կրճատում է Հայաստանի հավաքական հաշվի տարբերությունը, Արսեն Առաքելյանը վերջապես իր ակտիվությունը տվեց արդյունք և հաշիվը կրճատվում է, բրավո իհարկե Ռաֆայել Մինասյանին և բրավո Ալեքսանդր Պետրոսյանին, որի փոփոխությունները ի վերջո տվեցին, արդյունք խլեց գնդակը, Մինասյանը մի պահ թվաց, որ ուժեղ է, փոխանցում է և կհասնի Մորինան, բայց սխալվեց Լյուքսեմբուրգի հավաքականի դարպասապահը և ցակցի դարպասը շատ ուժգին հարվածով, ուժգու հարվածով մոտ տարածությունից գրավում է Արսեն Առաքելյանը։ Մնում է գնդակը, Հայաստանի հավաքականի մոտ շատ լավ դուրս եկավ այս բարդ իրավիճակից Ռաֆայել Մինասյան, Օհանյան ու նորից խլում է գնդակը Ռաֆայել Մինասյանը, քանի գնդակներ են այսօր վերադարձրել փոխարինման մտնելուց հետո, շատ են նրա մոտ խլումները, բայց շատ սոլիդ են նորից պաշտպանվում, մերոնք Օհանյան, երկար փոխանցում առաջ, գնդակի համար պայքարեց Ռաֆայել Մինասյանը և նորից Մինասյանն է գնդակով, լավն էր փոխանցում, շատ էին մկանային խնդիրները, չմոռանանք, որ մի քանի օրից Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումն է անցկացնելու։ Լյուքսեմբուրգի հավաքականը Միրաբյանը գնդակ ուղարկում է առաջ, Ռաֆայել Մինասյանը պահեց այն դաշտի սահմաններում և մեր գրոհը շարունակվում է Արսեն